Միանա, որ սկսենք, հա։ Ուսամ մեր ձայները լսվում են։ Մեզ արդեն միանում են, սրտիկում են, բարի երեկո մեր բոլոր հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք, ձեզ ուղղակի մի խնդրանք ունեմ, ժողովուրդ ջան, խնդրում եմ գրեք պարզ լսվում է, թե ոչ, օրինակ իմ շատ լավ ընկերը միացավ մեզ, մեր Գրնո ջան, որ խնդրեմ կասես մեր ձայնը լավ լսվում է, թե ոչ։ Երևի թե լսվում է, այո։ Մենակ չասեք կամաց կսկսեն բեսան գորգռալ, ահա, вот и всё, ահա, այո, բարի երեկո Կարեն ջան, բարի երեկո, Կարեն Կտրակյանն է գրել, բարի երեկո ձեզ, բարի երեկո հարգարժան Արտակ Սարգսյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Սարգսյան, ես կուզեմ մեր Facebook-ը ոնց են ասում, արդեն իմ ու քոնը չկա, էլի, դարձել է մեր երկուսի, հա, օբշի Facebook-յան հարթակը, ես կուզեմ, որպեսզի մեր Facebook-յան կին հետևորդներին, տատիկներին, մայրերին, քույրերին, այս գեղեցիկ միամսյակի կապակցությամբ ձեր ջերմագին խոսքը ուղեք ու անցնենք մեր հետաքրքիր հարցաշարին, այսօր շատ հետաքրքիր է լինելու, ժողովուրդ ջան, խնդրում եմ տարածել այս լայվը։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար Արիանա ջան։ Մենք մեր ուղերձը արդեն գրել էինք բոլոր կանանց, աղջիկներին, տատիկներին, հատկապես նշել էինք զոհվածների մայրերին, քույրերին, տատիկներին եւ անհետ կորածների։ Ես շնորհավորում եմ ձեր միամսյակը, մենք նշել ենք հայ կնոջ դերը եւ ընդհանրապես աշխարհում կնոջ դերը եւ ես չեմ հոգնի ասել, որ նույնիսկ աշխարհը ստեղծելուց երբ որ ամեն ինչ Աստված ստեղծեց, կնոջը ստեղծեց վերջում եւ ասեց իմ գործը վերջացավ։ Այդպիսի կարեւորություն է Աստված տվել կնոջը։ Դուք ընտանիքի պահպաններն եք, դուք մեր ազգի պահպաններն եք։ Շնորհավոր ձեր միամսյակը եւ ինձ թվում է, որ ընդհանրապես պետք է կլոր տարին լինի կանանց տոն եւ ոչ թե միամսյակ եւ իզուր չի, որ մեր ծրագրերում մենք նշել ենք, որ գեղեցկության մրցույթը արգելելու ենք Հայաստանում, քանի որ մեր բոլոր կանայք գեղեցիկ են։ Իմաստ չկա գան ինչ-որ կամերաների դեմը մեկը իրան վատ զգա, որ իրան չընտրեցին։ Հուսամ բավարարեց ջերմագին խոսքերը մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Շնորհակալ եմ, այստեղ ես տեսնում եմ, որ դուք էլ ինձ եք շնորհավորում, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ, իդեպ ես ձեզ ասեմ, որ իմ սիրված տոներից մեկն է հատուկ տոները, որոնք որ նշվում են, ես երբեք չեմ սիրում, որովհետև կինը պետք է ուշադրության կենտրոնում լինի 24 եւ 7 այդ ժամանակահատվածում, իսկ եթե մարդիկ ընտրում են հատուկ մեկ օր, որ այդ օրը պետք է կնոջը գեղեցիկ խոսքեր ասեն, սիրո խոսքեր ասեն կամ ծաղիկներ նվիրեն, առհասարակ դա իմ համար անընդունելի է եւ իմ ամենասիրած եւ ամենագեղեցիկ տոներից մեկը նա է, որ ես մեծ շուկով եմ պատրաստվում դրան, դա սուրբ զատիկն է։ Իսկ մնացածը իմ համար ձևական բնույթներ են կրում եւ այդ օրերին ես արենայից առհասարակ կորում եմ, որպեսզի ինձ ոչ մեկ այդ ձևական շնորհավորանքները չմաղթեն։ Պարոն Սարգսյան ջան, լավ եք։ Շատ լավ եմ։ Գիտեք, չէ, ժողովուրդ ջան, այս պարոն Սարգսյանի շնորհիվ, որ մի քիչ սկսել եմ նորմալ խոսել, հա։
Սենց գիտեք ոնց հանգիստ խոսել, էլի որ չասեն, էլի վա, Էլեն Արիանա, տես Արտակ Սարգսյանի հետ խոսում, էլի ինձ ձև է խոսում։ Գիտեք, մոտ այդ ամենը չի ասում, ասեմ ձեզ, ինչի համար եմ ասում, որովհետև այսօր շատ էին գրել, Բարյանը ջան, փոխվել եք, մի տեսակ, ոչ, հարգելիներս, ես ուզում եմ ձեզ ասել, որ ինձ ոչ ոք չի կարող փոխել, Արիանան ոնց կա, այդ տեսակ մնում է, պարզապես ես պատիվ ունեմ ներկայացնելու այս տեսակ կարգին տղամարդու, տղու, ով ժամանել է Հայաստան, որպեսզի մեր հայրենիքը փրկի։ Իսկ մնացածի կարծիքները փոխվել, դրանք ինձ մոտ չեն անցնում։ Սա իմ պատասխանը ձեզ։ Պարոն Սարգսյան, ինձ մի հարց է հետաքրքրում եւ շատ շատերին, որովհետեւ քիչ առաջ եմ ես այդ ինֆորմացիան ձեռք բերել, գիտեք ոնց չգիտեի, ծիծաղեի, թե լաց լինեի, որ աթոռի համար կռիվ տվողները, հա, մանավանդ, Տաշիր Սամո, որի մեջքին կանգնած է Կարեն Կարապետյան գազի, դուք գիտեիք։ Եվ էլի լիքը մարդիկ, եթե չգիտեիք, ասեմ, ժողովուրդ ջան, ասեմ, նախկինների վերադարձ է լինում, պարոն Սարգսյան, վա։ Մեջքին կանգնած ոնց, այսինքն։ Սենց էլում կանգնում են ուսերներին, ախպեր դու գաստուր, մենք կգանք, մենք գալի ենք, ժողովրդին խաբեք կուտ տվեք, որ դուք իրական ընդդիմություն եք, մտածում եք հայրենիքի մասին, մենք կգանք, հետո սաղ նախկիններին կբերենք, ով էլ մեր մասին խոսել է, կդնենք սատկսնենք։ Մի խոսքով նախկինների վերադարձ են սպասում, բայց դա մի կողմ դնենք, հիմա ինձ մի շատ հարց է հետաքրքրում, հիմա ես կասեմ, ինչի եմ այդ հարցը ձեզ տալիս։ Դուք պրոռուսական, պրոամերիկյան, ավելի ճիշտ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, այդ կոմերի որ քամին է ձեզ բերել Հայաստան։ Աֆրիկական։ Տեսեք, աֆրիկական։ Ես հայամետ եմ, Հայաստանի քամին է ինձ բերել, ես ոչ պրոռուսական եմ, ոչ պրոարևմուտք եմ եւ այս Էփշտեյնի ֆայլը ցույց տվեց, որ չկա պրոռուսական, պրոարևմտյան, դա մի կղզի է, քանի այտենց կղզի կա աշխարհում, որ ժողովուրդը չգիտի։ Ես պրոհայկական եմ եւ ինչպես անցած անգամ պարոն Ղուշյանի հաղորդմանը ասեցի, սա հնուց եկած ավանդույթ է, երեխաների զոհաբերություն, ծիսակատարություն եւ մեր Հայկ Նահապետը մերժել է սա եւ Բաբելոնից դուրս է եկել։ Ես հենց այդ Հայկ Նահապետի հետևորդն եմ, ես ոչ Ամերիկայում եմ տեսնում պրոամերիկական, ոչ Ռուսաստանում եմ տեսնում պրոռուսական, որ ինչ-որ պրո լինենք, ում շահերը մեր երկրի շահերի հետ համընկնում է, մենք նրանց հետ համագործակցում ենք եւ ես նշել եմ, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ եւ Սինգապուրի պես մի հոյակապ երկիր։ Սինգապուրը թե լավ հարաբերությունների մեջ է Արևմուտքի հետ, թե Չինաստանի հետ։ Այ օրինակ գիտեք ժողովուրդ ջան, ինչի ես այս հարցը տվեցի, որովհետեւ այս մեր ընդդիմադիրները նախկին, որ կանգնել են ոտքի, հիմա Կարեն Կարապետյան գազի, սենց ստվերային Տաշիր Սամոյի հետևում կանգնած, Տաշիր Սամոյի մարդիկ Ռուսաստաններում զվռնեյշն լինելուց, ասեմ ձեզ, անակնկալի չգաք, միգուցե դա ձեզ համար սպասելի լիներ, ովքեր որ գնում են, չէ, այնտեղ դե ինչ նոր կուսակցություն որ բացվում է, վազում են առաջինը Մոսկվա, գնում են ու գալիս ասում են դաբրոն մենք ստացել ենք, մեզ դաբրո են տվել, գնում են մերկու հատ էլ նկար Կիրիենկո բանման նկարվում են իրանց հետ, գալիս են ցույց են տալիս, տեսեք, մենք Ռուսաստանից այդ դաբրոն ունենք։ Հիմա, քանի որ պարոն Սարգսյան, ձեր կերպարը, ձեր ազատ խոսքը, անվախ խոսքը, որ դուք հայտարարում եք, որ դուք Արցախը ազատագրելու եք, Ադրբեջանը մասնատելու եք, այս մեր նախկին ընդդիմությունը, որ հիմա ուզում է, հա, Տաշիր Սամոյի օգնությամբ հետ վերադառնա, հա, Ռուսաստաններում, սենց, նու դե գիտեք ոնց ասեմ,
ուժային կառույցներում, բան, էլի այդ տեսակ, հա։ Չոքում են, գնում չոքում, Այո, հա։ բացի չոքելը, դե պիտի իրանք բացի չոքելը չոքեն, կզեն, դաբրո ստանան նոր գան, ձեր կերպարը խանգարում է։ Օրինակ, ձեր կերպարը ներկայացրել են, որ դուք արևելք եք, արևմուտք եք, համա ոչ հյուսիս եք, ոչ հարավ եք։ Դուք ուղարկած մարդ եք, դուք Ամերիկայի մարդն եք, հասկանում եք, ձեզ ուղարկել են այստեղ, ոչ մի բան չկա, հա, Հայաստանի հետ ձեզ կապող, օրինակ չեք ամաչում։ Ուրեմն նախ շնորհակալություն, ես կասեմ, որ էլի ես մենակ մի հոգու մարդ եմ, Այո, դա իմ Վինֆրեդ Ֆլորանս Մոյ Վանգուի կիբակի։ այո, Ուրիշ ոչ ձեր մեկի, կինը, այո, այո, ոչ մեկի մարդը չեմ։ Ինչ վերաբերում է գնում են, չոքում են, դե եթե չոքելով լինի ու Հայաստանի քաղաքացի պետքա չլինի, եկենք Կիմ Կարդաշյանին դնենք, ուղարկենք ազգովի էլ դառնանք մարմնավաճառ, որ չոքի կամ մեկի տակ պարկի ինչ որ հարց կլուծվի, էլի։ այո։ Հետո Ես չոքելով ասեմ, այո, որ չոքելով հարց չի լուծվում։ դե հիմա մարդիկ չոքում են, կզում են, պատրաստ են, որ գան Դե իշխանության։ ասում եմ, եկեք Սամոյի տեղը կամ Կարենի տեղը ավելի սիրուն մարդու բերենք մեր ղեկավար։ Այ, Քիմ Էլի Կարդաշյան։ 4 տարի չի ապրել երկրում, էլի Հայաստանի քաղաքացի չի։ Իսկ ինչ վերաբերում է Կարեն Կարապետյան, այդ Գազի, հա գազի Կարեն, հա, այո, ռուս գազի, այո, ասենք այդ ինչ է նշանակում, ինքը տվեց Նիկոլին, Նիկոլն է իրան ա տալու, այդ նույն մարդու մասին է խոսքը։ այո, հիշեցնեմ, տեսեք, որ իրենք որևիցե մեկը չի Թռած վարչապետ, թռած նախագահ, ասենք մարդը ինքը հանձնել է Նիկոլին, իմ այլ Նիկոլն է իրան է հանձնելու իշխանությունը։ հա, Այդ ինչ տունիկ են խաղում։ այո։ Այս ազգն է հանդուրժի, այդպես բաներ։ Եվ հետո տեսեք, այս լարված իրավիճակը, հա, մեր տարածաշրջանում, այս պահին որ կա, ես ուզում եմ, որպեսզի այս անգամ մեր զրույցը սկսեն հենց պարոն Սարգսյան մեր տարածաշրջանի, հա, խնդիրներից։ Այն տեսակի լարված իրավիճակը շարունակվում է, որ մի կողմից Իսրայելա-ամերիկյան պատերազմն է գնում Իրանի դեմ, որտեղ կարծես ուզում են ներքաշել Ադրբեջանին, մյուս կողմից էլ Հայաստան-ադրբեջանական դեռևս չկարգավորված կոնֆլիկտ մենք ունենք։ Եթե Ադրբեջանը ներգրավի պատերազմի մեջ, ապա հնարավոր համարում եք, որ ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստան, մասնավորապես Ադրբեջանի հետ մեր հայկական եւ ադրբեջանական այդ սահմանների։ Ինչ կասեք դրա մասին։ Տեսեք, եթե Ադրբեջանը ներգրավի, այսինքն երբ որ ներգրավի, ներգրավելու են, բայց ներգրավելու են։ այո, Հայաստանն էլ է ներգրավելու։ Տեսեք, Պարսկաստանը ես արդեն նշել եմ, նա այդ 5 քայլով է աշխատելու, աշխատում է դեռ։ Առաջինը հարվածել ամերիկյան բազաներին, որ հարվածում է, հետո դեսպանատներին, էներգիայի աղբյուրներին, հետո սնունդ եւ ջուր, 5-րդը խաղաղ բնակչությանը։ Հիմա այսօր Պարսկաստանը հայտարարություն արեց, որ ով որ ամերիկյան դեսպանատները իր մոտից կվռնդի, նրանց նավերը կարող են հանգիստ Հորմուզի նեղուցով անցնել։ Վաղը նա կգա նոր հայտարարությամբ, որ ով որ չի վռնդի դեսպանատները, մենք կհարվածենք։ Հիմնականում այդ GCC երկրների դեսպանատները էվակուացված են արդեն, թե Քուվեյթ, թե Սաուդյան Արաբիա դեսպանատները էվակուացված են։ Այդ հայտարարությունը հիմնականում վերաբերվում է Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան եւ Թուրքիա։ Հիմա արդեն Իսրայելի կառավարությունը հայտարարություն արեց, որ նրանց քաղաքացիները դուրս գան Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ հնարավոր հարվածը անխուսափելի է։ Հիմա երբ կլինի, դե դժվար է ասել, երբ կլինի։ Մեր քաղաքացիական պաշտպանությունը քնած է։ Այո։ Այսօր դպրոցներում, Արաբկիրի մարզում սկսել էին այդ հակաօդային տագնապը, երեխաներին սովորացնում են, որ պետք է պարկել, գլուխները պահել, այսօրվա ռումբերը
գլուխ պահելով Ասես գլուխը պահելով են, հա հետերը խելքին թրկելով։ այսօրվա ռումբերը այդ գլուխ պահելով ասենք երեխան չի փրկվում եւ նրանք էլ երկու կողմն էլ ցույց են տալիս որ նրանք հարց չունեն խփելու դպրոցներին եւ այլ քաղաքացիական օբյեկտներին Տեսեք, պարոն Սարգսյան, այս լարվածության ֆոնին եւ թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հանգիստ, անդարդ, անցավ, անմտածել, չիպը Հայաստանում ամեն բան նորմալ է, ոչ մի բան չունենք մտածելու, քարոզ արշավ անում։ Եվ այդ քարոզ արշավը ու անօրինական, որովհետև քարոզ արշավը պաշտոնապես հայտարարված է, քարոզ արշավը սկսվում է մայիսի 5-ից հունիսի 5-ը, բայց խախտելով Նիկոլիս ընդդիմադիր Սամվել Կարապետյան, այն մեր բուլկին որ կա, կծես չայ խմես, որ թաքցնում են, որ անցում այն վարչապետ պիտի ինքը լինի, հասկանում եք, դրած Նիկոլի հետ, քարոզ արշավ են անում անօրինակ, խնդրում եմ ինձ նվաստից բացատրեք, Սամվելը փակված, օրինակ, ես շատ լավ գիտեմ փակվածա, փակված չի շոուա, թե շոու չի, բայց եթե անօրինականա, Նիկոլը ինչի է թույլ տալիս իրենց, ցավը տանեմ, եկեք գնանք դուքանենք հաջորդ օրը ձեզ կբռնեն, անօրինական քարոզ արշավներ են անում, Նիկոլս ոչ մի բան չի անում, Նիկոլն ու Սամվել Կարապետյանը ոնց որ լինեն Ալին ու Վալին, ուրախ ավտոբուզն են իրենք, Նիկոլի ավտոբուզում, բանա, երաշտությունը միացնում են այս սատանայական երկերի տակ Գարդասիլ Արսենով, բանով, տրենգի են գալիս, պարում են, պարոն Սարգսյան, Տաշիր Սամոյիս ավտոբուզում է, երկում են, ուրախանում են։ ու կեսնել քպայական Ու կեսնել, այո, նախկին քպայական։ Եվ ամենակարևորը, բարոյական կանայք են այնտեղ։ Բարոյական, հասկանում եք, որտեղ բարոյական կանանց համար իրենք շուտով սեքսի նախարարություն են բացելու։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, այս լարվածության ֆոնին, այս սուտի ընդդիմությունը, լավ, ասենք Նիկոլը թքած ունի մեր երկրի վրա։ Ժողովուրդ ջան, հիմա ես ես հարց եմ տալիս, էլի դուք հարց չեք տալիս, այսօրա վաղնա բավոր խփեն։ Դրած Սամոյենք իրանք բիզնեսն են, բիզնես, 5 է, 5-ն էլ բիզնես։ Սա ինչ է նշանակում, պարոն Սարգսյան։ Ուրեմն, ես չգիտեմ Սամվելը, ես հաստատ Դուբայի Էմիրներից կամ Քատարի Էմիրից կամ Սաուդիայի Էմիրից շատ փող չունեմ, հա։ Եվ նրանք, ով նույնպես քարոզում էին խաղաղություն, այսօրվա այս անվտանգության խաղաղության ճարտարապետությունը Պարսկաստանը ընդհանրապես կոտրեց։ Այսինքն այդ բոլոր երկրները, որ ասում էին, հա, ապահովության հաբերն են, նամանավանդ արաբական էմիրությունները, Օմանը եւ Բահրենը, Քատարը, Բահրենը իմիջայլոց 98% շիա պարսիկներ են բնակության եւ այնտեղ խփում են։ Այսօրվա այս իրավիճակը ցույց տալիս, որ դու կարող ես խաղաղություն ուզես եւ ունենաս թղթեր քո հարևանների հետ խաղ ապրելու, բայց մի երրորդ երկիր քեզ խփելու է։ Պարսկաստանը այսօր ցույց է տալի, որտեղ իմ ձեռքը հասնի, ես խփելու եմ։ Խփում է Կիպրոս, անգլիական բազային։ Կիպրոսը ոչ Պարսկաստանի հետ սահման ունի, ոչ էլ, ասենք, հայտարարել է պատերազմ։ Եվ նա շարունակելու է այս կոնֆլիկտը փորձելու է սարքել գլոբալ։ Ամերիկան հանդես է գալիս ծրագրով փոխելու ենք ռեժիմը։ Հիմա նրանք չէին հասկացել, որ հեղափոխությունից հետո 7 ղեկավար է փոխվել Պարսկաստանում եւ նրանց սկզբունքները չի փոխվել։ Նույն սկզբունքների վրա են նրանք կանգնած եւ սպանել ղեկավարի բանակցողի, ասել գնա նոր բանակցող բեր, դա էլի չաշխատեց։ Ամեն ինչը չաշխատեց։ Չաշխատեց այն, որ նրանք մտածում էին կհարձակվեն եւ Իրաքի պես զորքը ընդդիմությունը ոտքի կանգնի, ստեղ ընդդիմությունը զինված չէր։ Մի խոսքով Ամերիկային շատ ձեռնտու է իհարկե, հիմա չասեմ այդ ինչով է ձեռնտու,
եւ ում ձեռնտու չի այս աշխարհաքաղաքական հարցերին չանցնեմ, ասեմ, որ մեր երկրում ինչքան էլ ձեզ ասեն, որ խաղաղություն է, ես ասում եմ, այսօրվա ճարտարապետությունը աշխարհաքաղաքական խաղաղության ամբողջովին կործանվել է։ Տրիպի ճանապարհը երկու ձևով է կործանվում, Իրանը կործանվի, գա շահի որդին, մեզ մոռանում են, այդ միջանցքը անցնում է ճանապարհը անցնելու է Պարսկաստանով, Իրանը ուժեղանա, իհարկե չի թողելու, որ իր ռմբակոծողները բերեն իր քթի տակ ինչ-որ տրիպի ճանապարհ, այսինքն այն բանաձևը, որ բերում էինք, սկզբից Եվրոպա էինք գնում, սկզբից Ռուսաստան էինք գնում, հետո սկսեցինք գնալ Եվրոպա, Եվրոպան մեզ չուզեց, հիմա գնացինք Ամերիկա, Ամերիկան ընդհանրապես ասաց, որ Պարսկաստանի հետ ամեն ինչ լավ է, մեկ ամիս ժամանակ ենք տվել եւ խփեց։ Եվ այսօրվա իրադարձությունում, ասենք, մտածել խաղաղության մասին, տեսեք Ամերիկայի պես երկիրը ասաց, որ բանակցություններ է գնում եւ մեկ ամիս ժամանակ ենք տվել Խոմեյնիին, որպեսզի մտածի։ Եվ հաջորդ օրը հարվածում է։ Սա ցույց է տալիս, որ եթե ԱՄՆ-ի պես երկիրը կարա խափի, դու ոնց կարող ես, ասենք, Ադրբեջան հավատաս կամ Թուրքիա հավատաս, կամ ոնց կարաս հավատաս, որ Պարսկաստանը քեզ այսօր կասի դու մեր հարևանն ես, վաղը չի ասի, եթե դեսպանատունը չհանես, մենք քեզ խփելու ենք։ Պարոն Սարգսյան, այստեղ մի շատ հետաքրքիր հարց են տվել, Ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ, որ կարող եք հարցեր գրել, ես կընտրեմ, որ հարցերը լավ հարցեր։ Քարոզ Արշավից էլ։ Այո, հա։ Դե Քարոզ Արշավն էլ ինչ ասեմ, ժողովրդի լեզվով կապիկություն, ընդդիմություն ես այնտեղ չեմ տեսնում, չկա, այնտեղ ընդդիմություն չկա, փորձելու են այդ իրանց առաջի օրվա իշխանության տրանզիտը, մենք իրանք ուղարկենք ընդդիմություն, հա, եւ վերջ, այդքան բան։ Չէ, գիտեք, ոնց հետաքրքիր է նա է, որ ասենք ժողովուրդ, ես ուզում եմ, որ այս ամենը մեր ժողովուրդը հասկանա, որ այս բլեֆը, այս կապիկությունը, էլի, ասենք հասկանում եք, ժողովրդին թալանած մեկը հեծով, իմ եւ բոլորի հաշվին բարերար դարձած մարդը խափում ասում է, ես գալիս եմ փրկել։ Որտեղ եք բարերարությունը տվել։ Ես չեմ լսել, որ այլ բարերար ասեն։ Մենք այնքան ժողովրդին բացատրեցինք, որ բարերար բանկ ունեցողը չի կարա բարերար լինի, չի կարա 1000 օգոստուն խլի գա մեկին բնականաբար։ Դե դա հասկանում եք, պարոն Սարգսյան, դա չեն ասում, ես եմ ասում, դուք եք ասում, որ բանկ ունեցողը չի կարող բարերար լինել, բայց քանի որ այս համացանցով խեղդում են իրանց զոմբիներով, մեր երկու հոգի մեկին մակարոնա տալիս, օրինակ ինչ կասեք Ստեփանակերտում գտնվող հիվանդանոցի մասին, Սամվել Կարապետյանն է սարքել բարերար, ում փոխերով։ Ես ինֆորմացիա չունեմ, բայց այդ հիվանդանոցը անվճար է սպասարկում։ Ոչ։ Դե էլ ինչ բարերից ենք խոսում։ Ես հենց դա եմ ուզում, որպեսզի հասկանամ, բարերարը նա է լինում, որ եթե մենք մի բարերար հիվանդանոց է սարքել, այ օրինակ արցախցիների համար Ստեփանակերտում սարքել էր հիվանդանոցը, որևիցե մեկը անվճար օգտվել է բարերարի հիվանդանոցից։ Արցախցիքի համար Երևան գալ բուժվել ավելի էժան էր, քան թե Արցախում բուժվել։ Вот и все, բայց այս ամենը սենց կերցնում բարերար։ Ես այսքան խոսում եմ, որպեսզի մարդիկ ընկալեն, որ բավական է սթափվեք, բավական է 5 տարին մեկ 10-20 հազար դրամով, 1000 դրամով, ծախեք ձեր ձայները, հետո նորից դատար կամանի վրա նստեք։ Ես կուզեմ, որ մեր ժողովուրդը ամեն անգամ այս այցերին, որ գալիս են, հարցնեն Արցախի ազատագրումը ոնց են տեսնում, թե իշխանություններին, թե այսպես կոչված ընդդիմություններին եւ չամանչեն միջև վերջ այդ հարցի կողքը կանգնեն, տեսնեն ինչ պատասխան են ստանալու։ 120 հազարից ավել արցախցիների վերադարձը ոնց են ապահովել, երկու հարցը տվեք, տեսեք, եթե երկուսի բերանից էլ նույն պատասխանը կլսեք, ուրեմն երեսներդ շրջեք կամ թքեք վրաները։
Այստեղ պարոն Սարգսյան, ինչ անցնելը մյուս հարցերին, մի հետաքրքիր հարց են գրել Գարի Մանուկյանը։ Բարի երեկո, ողջություն ենք ցանկանում, պարոն գեներալ, մեկ հարց, ձեր կարծիքը որպես կադրային սպա գեներալ, Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և ընդհանրապես միութենական մտնելու հարցի շուրջ ձեր տեսակետը, շնորհակալություն նախապես։ Ուրեմն մեր ժողովրդի ամբողջ ցավը այն է, որ նրանք անկախությունը ձեռք են բերել ՍՍՄ-ի փլուզմամբ, այսինքն Աստված առանց պայքարի մեզ անկախություն տվեց եւ դրա ցավը չզգացին։ Ինչ վերաբերում էր Կենիայում, նրանք ոնց էին այդ անկախությանից բռնված, քանի որ նրանք քարերով կռվում էին Բրիտանիայի հետ, ասենք իմ տիկնոջ հայրը, հա, Կիբակին, երբ որ ձևավորվել էր այդ Մաու շարժումը, քարերով կռվում էին բրիտանացիների դեմ, բրիտանացիներն է Ուգանդայից բերել էին իդիոմինին, այդ հատուկ ջոկատը հրացանավորն մի խոսքով նրանք գիտեին ազատության կամ անկախության գինը, հա, երբ որ այդ պալմայի ճյուղերով վահաններով, որ չգիտեն էլ փամփուշտն ինչ է, հա, մարդիկ փորձել էին գնային փամփուշտների դեմ եւ իհարկե զոհվել էին քարերով, մենք այդ անկախության հարցը չգիտենք։ Ինչ վերաբերում է Վիտալի ազգանուն ինչա։ Բալասանյան, գեներալ, Նիկոլիս գեներալ։ Տեսեք, այդ մարդկանց մասին ինչ կասեմ, կրված մարդիկ են, թե իրենց անգրագիտությունը, թե Արցախից էր։ Հա, Արցախի գեներալ։ ես չտեսա այդ գեներալներից մեկը ուսադիրները պոկի կամ ինքնասպան լինի, երբ որ Արցախը հանձնվեց, հասկանում եք, նրանց անգրագիտությունը, ես չեմ կարող ասել ինչ ա եղել կյանքի որ մասում են նրանք կոտրվել, բայց ինձ թվում է նրանք ընդհանրապես պետք է քաղաքականությունից դուրս գան, եթե չեն կարող գնան Արցախ, ազատագրեն, թող գնան Աբխազիա, մեր հայերի կողքին կանգնեն, այնտեղ ազատագրեն կամ հայերին օգնեն, այսինքն ինչ գործ ունեն Արցախցին, հա, որ հանձն է եկել են, մի հատ էլ փորձի մտնի Հայաստանում քաղաքականության մեջ։ Կային այդպիսի գեներալներ, որ այդ իրանց ժողովրդի ասած ուրո գլուխը մտցրել էին, թե հեսա Սյունիքն էլ ենք միացնում Արցախին, սարքում ենք առանձին պետություն, անունը չտա, մի խոսքով ինչի թվում, որ նրանք պետք է Հայաստանում ընդհանրապես մտնեն քաղաքականության մեջ, նրանք եթե իրենք չեն անում, սպասեն, երբ որ Արցախը կազատագրենք, գնան այնտեղ եւ այնտեղ ապրեն։ Թույլ տվեք մի երկու խոսք էլ ես էլի ավելացնեմ, այ օրինակ, Վիտալիկ Բալասանյան։ Ես ձեզ անձամբ եմ ճանաչում։ Արցախում ես մի դեպք պատմեմ, ես իմ հիմնադրամով բոլոր արցախցիները կասեն։ Բավականին շատ լավ օգնություններ էի ես տանում Արցախ։ Վիտալի Բալասանյանի օֆիսում մենք հանդիպեցինք, ես, իմ հետի բարեգործականի, իմ թիմը հանդիպեցինք Բալասանյանի հետ, առաջին անգամ, շնորհակալ եմ լավ ընդունելության համար, մենք դրա մասին չենք խոսում, այդ ժամանակ այդ օգնությունը, որ տարել էին, երկրորդ իմ պրոյեկտը նա է, որ հիմնադրամով, որը կոչվում է Պայքևիր Ժպնիկ, և ես կարծում եմ, որ շուտով վերաբացելու եմ և սկսելու եմ շատ մեծ աշխատանքներ, հուսամ տաշիր Սամո սրա այս հիմնադրամից վրա էլ քար չի գցի։ Մարդ արդեն վախենում է այս երկրում մի բան անի, իրանց հանուն իրենց տերերի պատրաստ են։ Երբ որ Վիտալի Բալասանյանի հետ մենք նստած քննարկում էինք, ասեցի ես մի երազանք ունեմ, որ խաղահրապարակ ես Արցախում հիմնադրամով շատ սիրուն խաղահրապարակ ես կառուցեմ։ Գիտեք ինձ ինչ ասեց, քեզ պետք է շատ շուտով ամեն ինչ վերջանալու ա։ Ես անկեղծ եմ ասում, մենք իրա դեմքը մենք հենց տեսնում ենք, ես և իմ ընկերուհին, չասեմ ով է,
դուրս ենք եկել, ասեց արի անստեղ մի բան նիտոյա, սրանց նմանները, եթե չեն ուզում, որ մենք Արցախում երեխեքի համար այս տեսակ բան կառուցենք, մի բան այստեղ նիտոյա, սրանք Արցախը տալու են։ Վիտալի Բալասանյան, այ օրինակ, դուք որպես գեներալ, հա, դուք էլ եք սպա, պարոն Սարգսյան, դուք էլ եք գեներալ լեյտենանտ, մեր գեներալը, հա, օրինակ, ես ինչ եմ էլի ուզում հասկանամ, տեսեք մարդ, գեներալ, արցախցի, Արցախը կորցրած, որևիցե մեկ անգամ Արցախը հանձնելուց հետո իր մարտական ընկերները Բաքվի բանտում նստած, ոչ մի անգամ այս գեներալ կոչվածը Վիտալի Բալասանյանը արտահայտություն չի արել Նիկոլին կամ կոչ արել ժողովրդին, որ իմ մարտական ընկերները բանտում նստած են, լավն էին, վատն էին, 30 տարի այդ մարդիկ Արցախը պահել էին։ Թեկուզ որ ես ատում եմ եմ Չարլի Չապլինին, Արայիկին, ես չէի ուզենա ինքը այնտեղ գտնվեր, թող այստեղ լինեին, այստեղի բանտում լինեին, բայց ոչ թուրքի դեմ։ Օրինակ հիմա Վիտալի Բալասանյան անպագորգոր հայտարարություններ եք անում, պիտի մտնի միութենական, իրա լուրջ եք ասում։ Եք դուք սիրում եք կամ պիտի միշտ ստիպեք, որ հայի գլխին մեկը բամփի, հայը պիտի լինի անկախ եւ հետո ձեզով այդ իրավունքը տվել կամերա եք տեսնում, ձեր էշություններն եք դուրս տալիս։ Որպես գեներալ փախած եկած դուք արցախցիների համար 120,000 մարդ ինչ եք արել, որպես արցախցիների համար անտունու տեղ արցախցիների համար ինչ եք արել, ոչ մի բան, թալանել ես, եկել ես ծառերը կտրել ես, տուն ես սարքում, ով ես դու, որ մի հատ էլ հայի տեղը որոշես, հայը պետք է մտնի միութենական։ Տեսեք, Արիանա ջան, ես էլ եմ ասում, 90-ականներից մենք այդ գեներալներին գիտենք որպես հերոս գեներալներ եւ ավելի լավ էր նրանք այդպես էլ մեր հիշողությունների մեջ մնային, Այո, քան թե գային մտնեին այստեղ քաղաքականության մեջ եւ փորձեին ինչ-որ հայ ժողովրդին ուղղություն ցույց տան։ Եթե ուղղություն ցույց տվող էին, թող արցախցիքին հանեին Լաչինի սարերը, Քելվաջարի սարերը եւ 3 օր դիմադրեին եւ տեսեք աշխարհը ոնց էր օգնելու Հայաստանին։ իհարկե։ Կամ եթե չօգնեին, պարտիզանական կռիվ սկսեին, ապա Ադրբեջանը այդ ռելիեֆին ոչ մի բան չէր կարողանալու անել։ Պարոն Սարգսյան, օրինակ, խոսենք մի քիչ ձեր ծրագրերից, քանի որ այս գեղեցիկ լոգոն, որ հա էկրանին երևում է, դա Քոչարի կուսակցությունն է, չէ՞ որ ներկայացնում եք։ Օրինակ, այ եթե ձեր քաղաքական ուժը հաղթի ընտրություններում, Երբ դուք մի քիչ անկանխատեսելի եք, գուշակ եք, վանգան եք, ես չգիտեմ, դուք արդեն 2 անգամ է, որ մենք խոսել ենք կադրից դուրս, դուք ասել եք, որ միգուցե ընտրությունները, ժողովուրդ լսեք, ընտրությունները հետաձգվի։ Այստեղ ամենը ֆիքսվում է, պարոն Սարգսյան, նայեք, լավ, ասենք, երբ որ լինի, հա, չնայած որ դուք ասում եք, որ միգուցե հետաձգվի ընտրությունները։ միևնույն է հաղթել ենք, հետաձգվել ենք հաղթելու։ Օրինակ, ինչով եք վստահ, որ դուք հաղթնելու, Հաղթելու ենք, քանի որ մենք մեր կուսակցությունը օդից չի ստեղծվել, ժողովրդի Այո։ պահանջով է ստեղծվել, ասենք մենք մեր գլխից չենք դուրս եկել եւ կուսակցություն ստեղծել, ոչ էլ մեկի կցորդն ենք ու ոչ էլ ասենք ինչ որ մեկի արբանյակն ենք։ Մեր կուսակցությունը ստեղծվել է ժողովրդի պահանջով։ Հենց այդ երրորդ ուժն է ստեղծվել եւ մենք գիտենք, որ ժողովուրդը իր վստահությունը արդեն մեզ տալիս է եւ տալու է։ Հիմա ձեր հարցը, եթե երբ որ հաղթեք։ Եթե, այո, երբ որ դուք գաք ծառայության, քանի որ դուք չեք սիրում իշխանություն, հա, գալ իշխանության այդ բառը, երբ որ ձեր քաղաքական
Ուժը հաղթի ընտրություններում դուք պատրաստ եք իշխանության մեջ ներգրավել նաև այլ քաղաքական, ուժի ներկայացուցիչներին։ Դա շատ շատերին ա հուզում այդ հարցը։ Տեսեք, առողջ ազգային ժողովը իրականում պետք է այնպիսին լինի, որ ընտրությունից հետո դու գնաս ընդդիմությանը եւ ասես մենք առանց ձեզ չենք կարա։ Հասկանում եք, առանց ընդդիմության չկա առողջ հասարակարգ։ Աստված, որ Աստվածը թողեց ընդդիմություն, որպեսզի ամենամեծ բարին դա չդառնա չար, այսինքն Աստված թողեց ընդդիմությանը, անգլերեն adversary հայերեն չգիտեմ, կամ սատանային, որպեսզի լինի ընդդիմություն եւ այո, առանց ընդդիմության ոչ մի իրական առողջ հասարակարգ չի կարա գործի։ Դա դառնում է արդեն մի կոմունիստական կեղծ հասարակարգ, բռնապետություն է դառնում դա։ Հասկանալի է։ Ես կուզեի, որ մեր ընդդիմությունում մինիմում 5 ուժ լիներ։ Մինիմում, ոնց որ եղել է սրանից առաջ, մենակ ինչքան գիտեմ, այս անգամ որ 3 ուժ է։ Միշտ մեր մոտ ես ինչքան հետևել եմ 5 ուժ է եղել անցողիկ։ Էլ իմ գլուխը ոչ մի բան ընկալելի չի դառնում, որովհետև այնքան ուժեր են եկել հավաքվել, մեկը նստած հեքիաթ է պատմում, մի հատ երիտասարդ, չեք տեսել դուք, պարոն Սարգսյան։ Չտեսեք, վարչապետ, նախագահ, դե մեր մոտ նախագահն ոչ կուսակցական է, վարչապետն էլ պետք է ընդհանրապես կառավարությունը պետք է կուսակցական ինչ-որ հակումներ չունենա, քանի որ երբ որ դու ընդդիմությունը, իրական ընդդիմությունը ծրագիր է բերում, որ ազգի համար լավ է, դու չես կարող այդ ծրագիրը դեն նետել ու ասել սա ընդդիմության բերածն է։ Այստեղ Կարինե Բաղդասարյանն է հարցը գրել, շնորհակալ ենք հարցի համար, Կարինե ջան։ Բարի երեկո, ասացեք, խնդրեմ, ընտրությունները ինչքանով կլինեն ազնիվ։ Ինչքանով ազնիվ կլինեն, հարգելի Կարինե, դա մեր դիտորդների, այսինքն ձեր պես մարդկանց աշխատանքն է, մենք դիտորդներին ապահովելու ենք տեխնիկական միջոցներով, համարյա թե բարեկների պես ձայնագրող սարքերով, հիմա դոշին կլինի, գլխին կլինի, ակնոցին կլինի, լինելու են այդպիսի տեսաձայնագրող սարքեր, ուրիշ տեխնիկական միջոցներ լույսի դեպքում, այսինքն ընտրությունների ազնիվությունը հենց կախված են հարց տվողի պես ազնիվ մարդկանցից, որ կանեն դիտորդական առաքելությունը։ Իսկ դուք չեք կարծում, տեսեք, նախորդ Նիկոլս որ գալիս էր, տեսեք Սամվել Կարապետյանս հեծի տերներ, չէ, սեփականատերներ։ Այդ հաշվարկի ժամանակ երկու անգամ Սամվել Կարապետյանս ռուբիլնիկը շրխ անջատեց, Նիկոլս ընտրվեց։ Դե հիմա մեր են պուճուրիկ մարդուկն նստած պետականացրեցին էլի իբրև թե հեծը, պարոն Սարգսյան, իսկ հոսանքները անջատելու դեպքում ինչ Դե ասեցի ամեն տեսակի տեխնիկական միջոցները։ Այդ նոր որ ասում եք դրանք, այն որ մի անգամ մենք եթեր էինք անում, որ անջատեցին այն ինչ էր, այնից սարքեցին ձեր բռնած։ Այո, ամեն տեսակի տեխնիկական միջոցներով ապահովելու ենք, որպեսզի այդպիսի դեպքերում լույսի անջատման խախտումներ չլինեն։ Այստեղ արցախցիներից են գրել, արցախցիների ջան, ողջունում եմ բոլորիդ, Այսիա Դաշյանն է գրել, արցախցիներիս հարցը կլուծվի թե ոչ։ Ասել եմ, արցախցիները վերադառնալու են իրենց տները, ուրիշ հարց դուք չունեք։ Այն հիմա հասկացաք, ժողովուրդ, ես ինչի եմ ընտրել Արտակ Սարգսյանին և լուսաբանում եմ միայն ու միայն Արտակ Սարգսյանին, որովհետև միակ մարդը, ով հիմնադրել է կուսակցություն, անվանում է Քոչարի, միակ մարդն է, ով բարձրաձայնում է առանց վախենալու, բարձրաձայնում է, որ Արցախը ազատագրելու է, չեմ զլանալ, ես հակ ասեմ, Ադրբեջանն էլ մասնատելու է։ Լուծարվելու է, եւ այո,
եւ բռնի միացված ազգերը կապրեն ազատ կոնֆեդերացիայի սկզբունքով։ Մեկ էլ մի անգամ անենց ջիգյարով բան ասեցիք, անենց հավեսս տվեց, ես այդ պահին կուզեմ մասնակցեմ։ Սենց մասկաներով բանով էլի սենց նինդյա բան, այն որ ասեցիք, որ Ալիևը մեր բանտում պիտի փտի։ Այո, խոսքը գնում էր քաղ բանտարկյալներից, ասեցի այն Հայաստանը, որ մենք ենք տեսնում, վաղուա Հայաստանում քաղ բանտարկյալ մեկ հոգի պետք է լինի, եւ դա լինելու է Ալիևը եւ նրա բանտախցի վրա մենք կփակցնենք Արևմտյան Հայաստան անվանումը։ Այնպես որ արցախցիներ ջան, հա, այստեղ մի էլի արցախցի գրել էր, եթե մենք չունենք Հայաստանի քաղաքացիություն, հա, բայց մենք շատ ենք ուզում ընտրել Արտակ Սարգսյանին, ցավում եմ անունը չեմ հիշում, այդ գրած է նա տպավորվելի մեջ, արցախցիները, հա, ոնց կարող ենք մենք միանալ պարոն Սարգսյանին։ Տեսեք, կուսակցության անդամ կարող եք դառնալ, չեք կարող քվեարկել, դա իմ ստեղծած օրենքը չի, դա այն օրենքն է, որ ձեր անձնագրերը, եթե չեք փոխել, անձնագիր չէր համարվում, դա օրինակ travel document էր, հա, ուղղակի այդ պաղեստինցիքի փաստաթղթի պես լեսե-պասե էր ձեզ տրամադրված, բայց ես հաստատ գիտեմ, որ այն բարեկամները ձեր, որ այստեղ գտնում են 60-ականներից, ես ինչքան հիշում եմ, մեր հայրերը պատմեն, որ արցախցիքի առաջի գաղթը 60-ականներին է եղել, այդ ձեր քույրերը, ձեր բարեկամները, ամեն մեկը ձեր քույրերին, ձեր բարեկամներին ասեք, որ ոչ թե գնան ընտրեն այսպես կոչված ճակերտավոր արցախցի Քոչարյանին, այլ գան ընտրեն Քոչարի կուսակցությանը։ Հա, իդեպ ասեմ ձեզ, որ Քոչարին երբեմն կապում են Քոչարյանի հետ, այստեղ կարամ ասեմ, ինքան, խնդրի մեռնեմ, եթե պիտի Քոչարի, ինչ-որ կապ ունենամ Քոչարյանի հետ, ոնց որ ասեմ բան էլի, Քոչարին Ալիև նույնը են, ինչ է, Տեր Աստված, գիտեք չեմ, ձեզ կխնդրեմ, հետ էր մնացել, ոչ։ Ուրեմն մեր ազգը Քոչարի է պարել, այդ ժամանակ նույնիսկ ազգանուններ չի եղել, եւ ես զարմանում եմ այդ մեր հայրենակիցների, ասենք, վրա, ով որ փորձում է Քոչարին կապի ինչ-որ մարդկանց ազգանունների հետ։ Չկա այդպես բան, չկա ոչ մի կապ Քոչարյանի հետ։ Այ Քոչարյան։ Քոչարյանը տեղով Նիկոլա, այն որ էլի հարցազրույց է տալիս, մարդը հասկացնում, ասում է կամ ես եմ, կամ բանն է, Նիկոլը մնում է հավերժ։ Համ էլ տակից Սամվել Կարապետյանի հետ խաղա տալիս։ Այ մարդ դրանք ինչա գան աթոռի, այս միլիարդները որ թալանել են, այս ամբողջ տարիների ընթացքում չի բավականացնում։ Ես չեմ զարմանա Արիանա ջան, եթե դուք նայեք, ասենք, Սամվել Կարապետյանի ուղին հարստացման, դուք կտեսնեք, որ միջև այդ մեր ազգային ժողովի կրակոցները Սամվել Կարապետյանը միջին կարգի գործարար էր, ԱԱԾ-ի վարորդ էր։ Այո, հա, հիշեցնենք, որ ԱԱԾ-ի վարորդ է եղել։ Հա։ Հետո արդեն երբ որ Քոչարյանը գալիս է իշխանության, Սամվել Կարապետյանը ինչ որ զարմանալիորեն հարստանում է, այսինքն դա նշանակում է, որ այդ մարդը պարտական է հենց Քոչարյանին։ Նա իհարկե, նաև այդ հարստանալու պահը ես ձեզ ասեմ, որ ըստ Ռուսաստանի իմ աղբյուրների մեծ բիզնեսը Ռուսաստանի պաշտոնյաներին են, չալաղաչ թիքա պաշտոնյաներին մենք նրանց անվանում ենք նշանակովի հարուստներ, այդպիսի մի նշանակովի հարուստ էլ Էփշտեյնն է, ասենք մարդ, որ ոչ մի բան չուներ եւ հանկարծ հիմա անունը չասեմ, այդ հայտնի ամերիկյան կամպանիան իրան տալիս է մի քանի միլիարդի վարկ եւ նա դառնում է միլիարդատեր։ Այսինքն մարդը հանցագործ 0 եւ ստանում է մի քանի միլիարդի վարկ եւ դառնում է նշանակովի միլիարդատեր, հա։ Հիմա ժողովուրդը ստեղից պետքա ենթադրություն անի, ընդհանրապես Հայաստանի այս հարուստների ցանկը որ նայում եմ, մեծ մասը նշանակովի են։ Հա իհարկե,
Այ օրինակ այստեղ Կարեն Սահակյանը մի շատ լավ հարց է, հա, ուղղել։ Օրինակ Սերժի ընդունած օրենքով կարան հնդիկները ընտրել, իսկ մեր արցախցիները ոչ։ Շատ Չէ, եթե վեր տեսեք, այդ օրենքը ընդունված է թիմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հնդիկները ԱԺ ընտրություններին չեն կարող մասնակցել։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հնդիկ, ռուս, այլ ազգի, ով որ 6 ամիս, ինչքան գիտեմ, թե որքան ունիկացություն Հայաստանում կարող է ընտրել։ հասկացա։ Այստեղ Քոչարյան են խլանգում, ջան։ Իդեպ ձեզ ասեմ, մեր Քոչարյան Լևոնը, այն որ մտել է բան էլի, սպորտզալեր, պարապում, հիմա էլ նույնը մեր բուլկին է անում։ Պարապում է։ Ոնց, պարապում է, Այսինքն առողջացավ։ այո, պարապում են։ Չէ, առողջացել է, կարա գնա Ես չգիտեմ։ այդ երկամսյա հավաքների կամ բանակ առողջացել է։ Երևի թե բանակի ժամանակ իրենք ազատվում են, հենց որ գալիս է հարց տալու ժամանակ է, ինչու բանակում չես ծառայել, ոչ մի բանը չի աշխատում, ոչ մի բանը, բայց ամուսնացած երեխա ունի։ Այ ցավալին դա է։ Մի զումատակը գիշերը։ Հա։ Չէ, ես ասում եմ, այտենց դիագնոզներ էի լսում, որ քննարկում էին այդ հարցերը, որ Գիշերամիզություն, հա։ Լավ չի։ Չէ, ես ուրախ եմ, որ մարդիկ սպորտով պարապում են եւ երևի առողջանում են, հայ ազգը բոլորը պետքա պարապի սպորտով, մարտական արվեստներով։ Մեր Գրնոնը հարց գրել, պարոն Սարգսյան, ձեր հաղթանակի դեպքում ինչ եք վերադարձնելու պետությանը։ Շատ լավ հարց։ Իմ սրտից հարց, ասեք։ Ինչ ենք վերադարձնելու պետությանը։ Մեր հողերը առաջին հերթին, որը որ զավթած է։ Հիմա եթե ես ասեմ մյուս բլոգեր ընդդիմադիրների պես գալու եմ, թալանը վերացնելու եմ, թալանը մտցնելու եմ, տեսեք Գառնիկ ջան, հարգելի Գառնիկ, հա, նախ երկու ճանապարհ կա, մեկը Չինաստանի ճանապարհը, հա, որը որ, ասենք, սկսում է սկզբից, պրիվատիզացիայից եւ տրիբունալի դիմաց կանգնացնել մի խոսքով։ Մյուս ճանապարհը, որը որ ես եմ նախընտրում, դա անկախ դատարաններն են եւ դատավորներին մենք հայտնել ենք, որ տալու ենք բոլոր փորձագիտական հնարավորություններ ընդհուպ միջև այդ truth serum, հա, ոնց է կոչվում հայերեն, ճշմարտության սրսկելու, որ դատավորը եթե զգում է, որ դետեկտորի տակ նույնիսկ մարդը խաբում է եւ ճիշտը չի ասում, նրան հնարավորություն է տրվելու հատուկ դեպքերում ընդունել այդ թույլատրել, որպեսզի մեղադրյալի վրա կիրառեն այդ սրսկումը։ Դրանից հետո արդեն կերևա ինչա վերադարձվելու։ Մենք չենք գալու եւ այդ բլոգեր քաղաքական գործիչների պես ամպագորգոր գալիս ենք թալանը բերենք հետ, նախ այդ թալանը պետք է գտնենք, պետք է հասկանանք ինչքանով այդ թալանը իրականությանը համապատասխանում եւ զանգովի արդարադատություն չի լինելու։ Դատարաններին ազատություն եւ նշել ենք, որ դատավորները ինչպես պետք է աշխատեն։ Կեղծ դատավճռի ժամանակ դատավորը ստանում է այդ հանցանքի ամենամաքսիմալը։ Անկախ դատարանները ըստ դրա արդեն կստեղծվի հասարակություն, որ հասարակությունը կորոշի ինչա հետ վերվում։ Այստեղ ես ուզում եմ Ռասին Նավսիգդա մի բան ասել, այստեղ Կարեն Արայան ինչ-որ մարդու անուն են գրում, իբրև թե միացեք, մի երկու հոգի կա էլի ֆեյքերով, ամեն մեկը իր ֆանատի անունն է գրում, ուրեմն լսեք։ Եթե Կարեն Արայան դուք գրում եք, որպեսզի
Արտակ Սարգսյան միանա, նախ Կարեն Արայանը պիտի ամբողջ կյանքով մեկ հաց ու պանիր ուտի, որ դառնա Արտակ Սարգսյան։ Եթե կարելի է, ես տեսեք, Կարեն Արայան որպես քաղաքական գործիչ ես, չգիտեմ, ես գիտեմ որպես հասարակական գործիչ, եւ եթե նա զտարյուն հայ է, ուզում է միանալ Քոչարի շարժմանը, որպես շարքային հայ, նա կարող է միանալ Քոչարի շարժմանը։ Իսկ ինչ վերաբերում է մենք ինչ-որ մեկին միանանք, մենք ոչ ոքի կցորդը չենք, ոչ էլ կլանվելու ենք ինչ-որ մեկի կողմից, ոչ էլ ինչ-որ մեկին կլանելու ենք։ Քոչարին պատրաստ է բոլոր հայերի հետ, որպես քաղաքացիներ համագործակցել։ Այսքանը Չէ, կասեմ։ ինձ հետաքրքիր է մարդկանց այդ անուղեղ վիճակը, էլի Կարեն Արայան վարչապետ։ Մի հատ ինձ կարող եք ասել Կարեն Արայանն ով է։ Ով է, հələ մի հատ հետաքրքրվեք, ով է ինքը։ Սովորական տնից դուրս եկած ֆորմեն հագելա, ես այնքան բան գիտեմ, խնդրում եմ իմ բերանը բացել մի տվեք, թեկուզ որպես Կարեն Արայանը իր հասարակական շարժումով կանգնի ես մարդու կողքը, ես իմ ձեռքերը կլվանամ եւ հետ կքաշվեմ, որովհետեւ ես երբեք իմ անունը չեմ կեղտոտի, դա հիշեք։ Եվ առասարակ իմացեք էլի ում մասին մենք էլ որ մի երկու տող YouTube-յան կանալներ են թվերով փողով դե լսում են, չէ՞ թվեր։ 200,000 Facebook-ը ձեր էջը 20,000 դրամ տամ ցավը տանեմ։ Մինչև առավոտ արթնանա 20,000 մարդ բանա ավելանա։ Լսում են ուսեսների։ Կարեն Արայան, ով է։ Երբ որ Նիկոլի բեմերից չէր իշնում, բանը մասոն ասելով ման են գալի, մեկի աներն է մասոն, մեկի հերն է մասոն, սրանք խայտարակություն են, իմ էջում խնդրում եմ չգրեք, այստեղ մեկն էլ հա գրում է, դոքին ինչի չեք միանում, մեկն էլ դոք այդքան քեզ պայեց, ինչ հա պահել, ես ինձ հուներից մի հանեք, իմ էջում ես եմ որոշում, վա։ Նախ էլի եմ ասում, մենք ոչ ոքի կցորդը չենք, դոք կուսակցությունը ներքին հարցեր ուներ, ներքին հարցերով էր զբաղված, երբ որ առաջարկ կստանանք օֆիցիալ նոր ղեկավարներից կմտածենք, դեռ առաջարկ չենք ստացել նոր ղեկավարությունից, այդքան բան, մենք ոչ ոքի կողմից չենք կլանվելու, ոչ ոքի կցորդը չենք, որ ինչ-որ մեկին միանանք կամ չմիանանք։ Ես երեք նայել եմ, որ կոչ էր անում Էդգարը, հա, Մոսկվայա բնակ Էդգարը, որ դոկը եւ Տաշիրի Սամվելը միանան իրար։ Էդգարը ով է։ Ну, Մոսկվայա բնակ այնտեղ ապրողներից Էդգար ջանը, հա։ Չէ։ Բլոգերը։ Ահա, բլոգերությամբ թամադայա, հա, երեք էջով կոչ էր անում, որպեսզի միանան Դե մի բլոգեր էլի երազա տեսել, հիմա քանի հատ այդպես բլոգեր երազ էր տեսել Արտակ Սարգսյանը պետքա միանա, դուրս էր եկել եւ կոչեր էր անում, հասկանում եք հիմա մի բլոգեր մի երազ տեսել է, ասում է, չի նշանակում որ քաղաքական գործիչներն պետքա վազեն, ինքը Մոսկվայից տեսել է, այստեղ չեն տեսել։ Այստեղ մեկն էլ ինչ որ Աբուկը Կհյան, Արիանա դոկի մասին հարց կար, պատասխանեք, լավ, ինչ եք ուզում ես պատասխանեմ դոկի մասին, ինչ, կասեք ինձ։ Արիանա, տեսեք, կան մարդիկ, որ, ասենք, հիմա ոնց որ գեներալը ասել էր միանում եմ Սամվելին, չէ, փառք Աստծո, որ մեզ չէր ասել, այսինքն կան մարդիկ, որ միանում են ու արժեքազրկում են այդ ամբողջ շարժումը, չնայած այնտեղ արժեքազրկված է արդեն շարժումը, բայց ասում եմ փառք Աստծո, որ ասենք դրանք չեն ասում, որ Քոչարին են միանում, չնայած Քոչարին անմիջապես դուրս կգա եւ հայտարարություն կանի, որ դրանք մեզ չեն կարող միանալ։ Ասենք գիտեք ման դոկը դեռ կալանքի տակ է, չէ՞ ես ինչպես գիտեմ։ Շատ բաներ անհայտ է։ Չգիտենք իրանց կուսակցության նախագահան ով է։ Դոկը չի կարող դառնալ վարչապետ։
Ասենք ինչի մասին է խոսքը, էլի ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը։ Եվ խնդրում եմ ինձ ուղղություն մի տվեք։ Ինձ այս կյանքում ոչ ոք չի կարող ուղղություն տալ, ես ինքս եմ որոշում։ Արիանա ջան, կարճ պատասխանեցիք, Այո, նոր ղեկավարությանը կուսակցության ծանոթ չենք, առաջարկ չենք ստացել, երբ որ կստանանք, ոչ մի հետկուլիսային բանակցություններ մեր մոտ չի լինելու, երբ որ կլինի ամեն ինչ պարզ, դուրս կգանք, կասենք, այս կուսակցության հետ կամ զուգահեռ ենք գնում, կամ դաշինքով ենք գնում։ так, տեսեք ժողովուրդ, ուզում եմ, որ դուք раз и навсегда հասկանաք։ Մարդ Արտակ Սարգսյան, նոր կերպար, ոչ պատահական մարդ, կայացած, զինվորական, ամեն ձևի, հա, տեսած ամենակարևորը, չի եկել հրփել, գրփելու, թալանելու, մարդ իր փողերը բերում է ներդնի Հայաստանի վրա, Արցախը չի հանձնել, եռաբլուրը այս մարդը չի հանձնել, նախկինների հետ կապ չունի, դրա համար ես կանգնել եմ այս մարդու կողքը, ես այս մարդու կուսակցությունից չեմ, ոնց ասեմ, ես իրենից պաշտոն չեմ ուզում, որովհետև ինձ ընդամենը մնացել է 100 օր մնալ Հայաստանում, իմ տունը ինձ սպասում է, բայց ես ձեզ ուզում եմ օգնած լինեմ, ոնց որ 8 տարի գոռում է, ես դավաճանի յուրաքանչյուր քայլը ձեզ ասում էի, զգուշացնում էի, որ բայց դուք չէիք ընկալում, հիմա գոնե ընդունեք այս ճշմարտությունը, մարդ կայացած, ուժեղ, զինվորական, ով եկել է հայրենիքը փրկի, կանգնեք այս մարդու կողքը, փրկեք հայրենիքը, ձեզանից ուրիշ ոչ մի բան մի պահանջում, չի պահանջում, էլի եմ ասում, Սամվել Կարապետյան ընտրելով հետ եք վերադարձնում բոլոր նախկիններին, Սամվել պրիվետ, հիշում ես չէ, բիզնեսից վրա ոնց քարկցեցիր, Կարեն Կարապետյան, գազի Կարեն, վաղը ադին եթեր եմ դուրս գալու քո հետ, ծաղիկ, վաղը մենք հանդիպելու ենք, այսօր ինձ պատշաճ կերպով էլի ես պահեմ պարոն Սարգսյանի կողքին, պարոն Սարգսյան, մի քիչ էլ ձեր ծրագրերից էլի ասեք, օրինակ այստեղ գրել էին, հա, թոշակառուների, հարկերի համար, հիշում են մարդիկ, որ դուք ասել եք թոշակառուները պետքա գոնե ամենաքիչը 200-250 հազար դրամ աշխատավարձ ստանա, հարկերը հանում եք, հիմա գույքին անդած, քուչե ձեր խոսքն ասում, մենք էլ ենք հարկերը հանում։ Տեսեք, նրանց ասածը մեր ասածի հետ նրանք երևի լավ չեն հասկացել, մենք ասել ենք Հայաստանը փուլային մի քանի տարում, հա, 3 տարում ընդհանրապես սարքել ազատ էկոնոմիկական գոտի։ Ինչ վերաբերում է նրանց ասածը, որ ինչ որ մի խմբի թողեն հարկ վճարի, ինչ որ մի խմբի չվճարի, դա տանելու է կոռուպցիայի, իրանց ծանոթները էլի հարկ չեն վճարելու, այդ մեծ իրանց ֆիրմաները բաժանվելու են միլիոնավոր փոքր ֆիրմաների, հարկ չվճարեն, իսկ հասարակ ժողովուրդը վճարելու է։ Հիմա ինչ վերաբերում է հարկային ծրագրից, հարկային ծրագիրը մեր երկրում հանցագործ է, մի քանի երկրներում, ոչ մեր երկրում, նախ մենք նշել ենք 3 պատճառը, որ նույն հարկը անընդհատ կարան միլիոն անգամ այդ նույն հարկը բան անեն, էլի, բաժանեն եւ անընդհատ դու այսքան աշխատավարձ ստացար հարկ վճարեցիր, արտադրողը հարկ վճարեց, գնացիր խանութ ապրանք առար, հարկ վճարեցիր, գնացիր ակցիզով ապրանք առար, հարկ վճար, այսինքն մի հարկը անընդհատ վերաբաժանվում է։ Երկրորդը, որ թափանցիկություն չկա։ Այդ հարկերը վճարում ես, դու թափանցիկություն չես տեսնում։ Եվ երրորդը, թափանցիկություն չես տեսնում, այսինքն եկել են ասֆալտը վատ են արել, խաղահրապարակը վատ են սարքել, դու ոչ տեսնում ես ինչքան փող են օգտագործել, ոչ էլ որ կանգնես ասես վատ ասֆալտ է կարել, ես էլ հարկ չեմ վճարելու, միանգամից քրեական ես դառնում, այսինքն քրեական օրենսգրքով քեզ կտանեն, կփակեն։ Եվ երրորդը, որ դու հարկ ես վճարում ոչ թե
որ պետք է վճարես, այլ ինչքան կարաս վճարես։ Այսինքն սա հենց գլխանց հենց անում որ դու չաճես։ Այդ բարձր խոշոր ֆիրմաները մնան, իսկ դու չաճես, միշտ մնաս փոքրի վրա, որ ախպեխի աճեմ շատ վարկ եմ տալու, այս միկրո դաշտը դառնալու է, ասենք, ուրիշ դաշտ, հա, մենք 2-3 դաշտ ունենք, որ եւ մարդկանց ստիպում են, որ գնան տարբեր խարդախությունների, բարեկամի անունով մի հատ ուրիշ միկրո սարքեն կամ մյուսի անունով։ Մի խոսքով ծրագիրը մենք ունենք, սկսած առաջի քայլերը մաքսային հարկերն է դուրս գալիս, հա, մնում է 5%, հետո մյուս հարկեր, ինչ որ թոշակներին, ուրեմն թոշակները ասել ենք մինիմում 200-250 հազար, ակցիզները մնում են, ակցիզային ապրանքները, եւ եթե մենք հաշվել ենք միայն ակցիզները առանձնացնես հարկերից եւ տրամադրես այդ ակցիզները միայն թոշակառուներին, մեր երկիրը հնարավորություն ունի միայն ակցիզներով թոշակառուներին 200-ից 250 հազար դրամ տալ թոշակ։ Շատ լավ։ Մեկ էլ պարոն Սարգսյան, ինձ մի շատ հարց է էլի ուզում, դուք տեսնում եք ողջ հանրությանը մասնատել են քանի պրոյեկտների, զոմբիացրել են, թե ինչ են, Սերժական, Քոչարյանական, Սամոյական, Վանեցյանական, չէ, Վանեցյանին կարանք արդեն առասարակ անել ենք, որովհետև հրգիչը չի ուզում մասնակցի ընտրություններին, հետի տեղ գնաց, աղոտ, այս պարակտված վիճակը, ես նայում եմ այստեղ, կներեք, ես նայում եմ այստեղ, այս զզվելիների այս ֆեյքերը, էլի, օրինակ սրանք ամոթ չունեն այս ֆեյքերը, նայեք, ստեղ գրում են, կներեք, բարև, ձեզ, դուք էլ եք, ու սրանց այդ անգլատառ, էլի, անգլերեն տառերով գրվածները, պրկիչներ եք, հա, չէ, պրկիչները ձեր պապաներն ու մամաներն են, որ ձեզ չեն հասցրել դաստիարակել։ Եթե կարելի է, մենք քրիստոնյաներս մեկ փրկիչ ունենք, Հիսուս Քրիստոսն է, ուրիշ փրկիչ չունենք։ Շատ լավ, ես ուզում եմ ձեզ այդ շատ լավ հարցը տալ, դուք հայ առաքելական եկեղեցու զավակ եք հետևող։ Այո, իհարկե։ Բոլորիդ պատասխանը տվեց, մեր փրկիչը դա միայն Հիսուս Քրիստոսն է, իսկ դուք ինքնամաքրվել, դուք խեղաթյուրել եք այս երկիրը, դուք հանուն ձեր կես օրվա 5000 դրամով այս նմանները ինչ պիտի լափեն, այս զոմբիացած հասարակությունը, այս ֆեյքերը, ինչ պիտի անեն, ինքնամաքրվել, հարգեք ինքներդ ձեզ, ես ոչ մի անգամ մեկի զոմբին չդարձա։ Տեսեք Արիանա ջան, այստեղ հարցը գիտեք ինչն է, որ ներքին պայքար է մարդկանց մոտ, սրտի ու ուղեղի, հա, այսինքն սիրտը ասում է, որ այս Արտակ Սարգսյանը ճիշտ է ասում, բայց ուղեղը ասում է, չէ արա, դու պիտի ուրիշ ձև շարժվես, ուրիշ ձև մտածես, պարես ուրիշ ձև, չգողանաս, չթալանես, հասկանում ես այդ ներքին պայքարը, որ գնում է, իրանք իրանց հետ կռվում են ներսից, ու դա արտահայտում է իրանց այդ գրածներով, ամեն մեկը մի բազմոցային հերոս, ամեն մեկը մի այդպիսի արտահայտություններով, բայց դա իրականում, ասենք, ներքին պայքարա, այդ մարդկանց խորհուրդ կտամ գնան հիվանդանոց, հոգեբանի մոտ եւ ստանան օգնություն, թե չէ կարող է իրանց համար վատ վերջանա, էլի։ Վատ վերջանա նկատի ունեմ հայտնվեն հոգեբուժարաններում։ Այո։ Այստեղ Աբրահամ Մանուկյանն է գրել, Արիանա ջան, բայց անկեղծ իմ կարծիքը դուք պիտի ներքին գործերը ղեկավարեք։ Նախ շատ շնորհակալ եմ Արիանան, այսել պարոն Սարգսյանը նստած, Արիանան պարոն Սարգսյանից ոչ մի բան չի ակնկալում։ Ես եւս մեկ անգամ ասեցի, ինձ հաշված 2-3 ամիս է մնացել Հայաստանում։ Ես վերադառնալու եմ իմ տուն, խիղճս հանգիստ, երբ որ պարոն Սարգսյանը հաղթի այս դավաճան իշխանությանը եւ վստահ եմ, որ կհաղթի։ Իսկ մնացածը ներքին գործերում ով կլինեն, ով չլինի, այդ ամենը արդեն պարոն Սարգսյանը կորոշի։ Ժողովուրդ ջան, չենք թողի, անձնագիրը ձեռից կխլենք, չի կարա փախնի։
Չէ, ստիպողական չենք մնալու, ոտ այստեղ գեներալ ջան, այստեղ մեր շատ լավ ընկերն ա գրում, մեկը գրել ա գեներալ ջան, որ հաղթեք Վահագ Ալեքսանյանին էլ կտակ ինձ, մեկ ուրիշը գրել ա Գարդասիլ Արսենին, Արսեն Թորոսյանին, դե ես իրեն Գարդասիլ Արսեն, մեր պարոն Սարգսյանը շատ կուլտուրական մարդ է, էլի շատ, հասկանում եք, ինք մինչև նախ ասեմ մի դեպ, որ օրորի վրա ինքը էլ ավելի լավ եք դուք հայերեն խոսում, ինձանից լավ եք Չէ, խոսում, հայերեն միշտ լավ եմ խոսացել, ուղղակի ասենք որ 33 տարի համարյա թե հայերի հետ չեմ շփվել բացի ընտանիքից, հա, եւ մտածելը հիմնականում անգլերեն էր, ինձ շատ օգնում է այս երկրորդ կրթությունը իրավագիտությունը որ ստանում եմ, այո, համալսարանում, այո, շատ է օգնում գրական խոսալու համար։ Դրա համար ժողովուրդ ջան, որ ես մինչև ասում եմ Գարդասիլ Արսեն, մի քիչ հետո նոր Մյուսը ով է։ այն խոզուկը Վահագն Ալեքսանյանը, այստեղ տեսեք ինչեր է պահանջում, էլի։ Չէ, եկեք Ժողովուրդ ջան, ես նշեցի, որ զանգովի արդարադատություն չի կարա լինի, եթե դուք այդ նպատակը ունեք, ես ձեզ կհիասթափեցնեմ։ Բա ինչ պիտի անեք մեկ վարդյա։ Ես ասացի անկախ դատական համակարգ, վերջ։ Բայց ինչքանով վստահ լինենք, որ դուք մեզ կտաք արդար դատական համակարգ։ Մենք չենք տալիս, դատավորն է տալու։ Դուք չեք խառնվելու։ Ոչ։ Դուք Նիկոլի նման չեք ասելու, այլի, հա, ես ասեմ։ Տեսեք, ոչ, Կենիայում այնտեղ մի քիչ համակարգը ուրիշ ձև ենք սարքել, դատավորն է տալիս ձերբակալության սանկցիան, եւ դատավորը գիտի, որ ինքը այդ դատը վարելու է եւ կկարողանա դատել թե ոչ։ Եվ երբ որ տղաները մոտ 6 ամիս հետևում էին, ձայնագրում էին, գնում էին դատավորի մոտ, դատավորը չէր ստորագրում, գալիս ինձ ասում էին շեֆ ջան, մի հատ դատավորին զանգի, ասում էի ոչ։ Մենք ձեր վրա այդքան փող ենք ծախսում, եթե այդ հանցագործները ձեզանից խելոք են, ուրեմն թող դուրս մնան։ Այնտեղ չեմ զանգել, ստեղ էլ չեմ զանգելու։ Այստեղ էլի հարցեր են գրել բանկային, հա, այդ տոկոսներից, որ շատ բարձր է, բոլորի տները քանդում է բանկը։ Ժողովուրդ ջան, ուրեմն ասել եմ, ստեղծում է պետական բանկ։ Դա մեր ծրագիր համառոտ հիմա կասեմ ժողովրդի լեզվով ստեղծում է պետական բանկ, որը որ շատ էժան գնով դրսից վարկ է բերում 0.2, 0.5 շատ անգամ անտոկոս, հա, եւ ամենաշատը 3-4% տալիս է։ Մյուս բանկերը կամ հարմարվում են այդ բանկի հետ նույն այդ տոկոսով, կամ փակվում են։ Եթե զգանք, որ այս արհեստական դրամային ինֆլյացիան կա, դրամային վարկերը ընդհանրապես կփակենք եւ կլինի միայն արտարժութային վարկեր։ Հիմա ինչ վերաբերում է այսօրվա վարկերին, դա վարկ չի, դա փայ է ձեր հետ։ Պետությունը փայ է, ստից 32%, բայց ես նոր հարկերի համար ասեցի, եթե հաշվեք քանի տոկոս եք տալիս այդ ապրանք գնելուց, 80%-ի է հասնում, բանկը հետներ այդ փայը, մինչև 27-30-30-ից ավել տոկոսների ուշացում, այլ տոկոսներ մինչև 70%, այսինքն վերջում մարդը նստում է, տեսնում է, որ այդ արած հաշվարկը ոչ մի բան չի համապատասխանում եւ սնանկ է։ Այստեղ fake է գրել, երևի թե Տբիլիսյան օդն է բերել, մեր էջ, պարոն Սարգսյան, պարոն գեներալ, ինչ կապ կա ձեր եւ Գագիկ Թադևոսյանի մեջ, որ քլնգում է ԱԺՎ-ին։ ԱԺՎ-ն ո՞րն է։ Միգուցե Բևերը։ ԱԺԲ, ոչ թե բ։ Գագիկ Թադևոսյանը եղել է իմ թիմակիցը առաջի օրվանից նույնիսկ չճանաչելով ինձ մեկնաբանել է բարի խոսքով, ցավոք մեր շարքերից հեռացել է, իմ լավ ընկերն է, վերջի անգամ խոսացել եմ նոր տարվան, Սուրբ Ծնունդին իրար շնորհավորել ենք, դրանից հետո չեմ խոսացել, լսել եմ, որ անդրադարձել է մեզ, մի քիչ ոչ բարի խոսքով, ամեն մեկս Աստծո առաջ ենք, ամեն մեկս հոգի ենք տալու։
կապ չկա, նոր տարուց նոր տարի իրար կշնորհավորենք, մեր շարքերը բաց է, եթե ինչ-որ մեկը հեռացածներից կցանկանա վերադառնալ։ Հասկանալի է։ Արգամ Նահապետյան, շատ շնորհակալ եմ Արգամ ջան, Արիանա ջան, ես քո դուխն եմ սիրում, դրա համար մենք միանում ենք ձեզ։ Շնորհակալ եմ։ Հավատացեք, ես առաջի անգամ եմ ասում, իհարկե ես հանուն հայրենիքի համար բոլորին, եւ թե իմ լրատվական կայքով, եւ թե հոդվածներով, եւ թե կոչերով, ընդդիմադիր կոչվածները, որ կոչ էին անում, դուրս եկեք, այն որ խափում քայլացնում էին, մեզ հետո ուղարկում էին տներով։ Գիտեք, որ ես բոլորին սատարել եմ հանուն մեր փրկության, այսինքն չեմ իրանց մարդը չեմ եղել էլի, որ ես սատարեմ, այլ ասել եմ ժողովուրդ ջան, եկեք միգուցե կարողանանք փրկենք, բայց բոլորից խաբվել են։ Բայց հիմա ես ձեզ իրականում իմ կյանքում ես առաջի անգամ եմ անում, իրականում մարդ, ում ես վստահում եմ։ Տեսեք, ես դրա համար ասեցի։ Ես կուսակցության անդամ չեմ, որովհետև ես ինքս երկքաղաքացի եմ։ Ես իմ տունը ինձ սպասում է, ես պաշտոն իր մոտ եմ ասում։ Ակնկալիքներ առհասարակ չունեմ։ Իմ միակ երազանքը, որ ես երազում եմ Արցախի ազատագրում եւ փրկություն իմ հայրենիքի համար, որ ես տեսնում եմ այս նոր ձևավորվող երրորդ ուժի մեջ։ Դրա համար ես վստահորեն ձեզ ասում եմ, այ կապում են Քոչարյանի հետ, գնում են Ռուսաստանները, դավրո որ ստանան գան, հա, դուք չեք գնացել, չէ՞ Ռուսաստան։ Չեն թողում։ Հա չեն թողում, չէ, այդ դրա համար տեսնում եք դավրո չունեք։ Ահա, դուք իմ ցարից դավրո չունեք։ Տեսնում եք, բա հիմա ո՞նց եք անցնելու, հա, պարոն Սարգսյան։ Ո՞նց եք հաղթելու, եթե դուք իմ ցարից, ես ռուսամետ եմ, Դե գիտեք։ Ես ասեցիք, ոչ մի անգամ դե չեմ ասեցիք Կիմ հաղթել։ Կարդաշյանին կուղարկի։ Այո, հա։ Դրա համար ես ասում եմ, ձևավորվում է երրորդ ուժ, ոչ նախկիններից է, ոչ Հայաստանը թալանած է, փողատեր է, թալանող չի, այլ եկել է Արցախ ազատագրի եւ Հայաստանը բարգավաճեցնի։ Մնում է ձեզ ինչ անել, հավատալ, փողով չգնաք ընտրության, հետո կանգնեք լաց լինեք, մեզ կօգնեք, այս կանեք, այն կանեք։ Ընտրեք այս հրաշք մարդուն, այս ուժեղ մարդուն, որ չի վախենում ոչ ոքից, ու միակ մարդը, ով ազատագրելու է մեր Արցախը։ Շնորհակալ Եվ եմ ձեզ։ Նախիջևանը։ Եվ Նախիջևանը, այո, Աստված առաջ։ Դե ես Ես ասում ձեզ եմ, շատ լավ գիտեմ, դուք ինչերի եք ընդունակ, հետո ասեմ, սենց խելոք մելոք չնայեք, ձյաձը ուժեղ է, ձյաձը շատ ուժեղ է, ամեն շատ լավ մարդ է։ ես շնորհակալ եմ Արենա ջան հրավերի համար, շնորհակալ եմ ժողովրդից հարցերի համար, եթե հարցեր կան, որ չպատասխանեցինք, ըստ ավանդույթի 2 օրվա մեջ երևի կպատասխանենք։ Այո, այո։ Չեմ ուզում մեր յուրաքանչյուր լայվը լինի շատ խիստ պաշտոնական։ Ես սիրում եմ, երբ որ դու խոսում ես բաց, անկեղծ, հասարակ ժողովրդի հետ, որպեսզի ընկալելի լինի ժողովրդին։ Մենք չենք ստեղծել տաղավարներ, մենք փողով ոչ մեկի չենք առնում, հա։ Չենք ասում ոտները սկսած ոտներից վրա, օй, գիտեք, այսպես, ոչ։ Մենք ժողովրդի մի մասնիկն ենք։ Մենք ժողովրդի մի մասն ենք։ Նույնը պարոն Սարգսյանը։ Ժողովրդից դուրս եկած։ Ժողովրդից, այո, դուրս եկած։ Իմիջիայլոց մի անգամ էլ կրկնեմ, երբ որ գրում էի կանոնադրությունը կուսակցության, ֆորմատը չգիտեի, վերցրեցի պետռեգիստրից եւ բոլորի կուսակցությունները համարյա սկսում է Ռաֆիի խոսքերով, շատ լավ է, բան չկա, մեկը մյուսից թխել է։ Իմ կուսակցության այդ կանոնադրությունը սկսում է Աբրահամ Լինքոլնի խոսքերով government of the people, for the people, by the people, հա, իշխանություն ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար։ Այդ տողերն է գրված հայերենով, եւ ես հավատում եմ, որ իրոք իշխանությունը պետք է այդպեսին լինի։ Այո, так что Արտակ Սարգսյանը գալու է ծառայության։
չէ, պարոն Սարգսյան։ Իհարկե։ Պարոն Սարգսյան, շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր մարտեսակի, ձեր հայրենասեր լինելու, որովհետև դուք կարող եք ձեր դրախտային, կյանքը, ես գիտեմ դրսում, ձեր բիզնեսները, ձեր ամեն ինչը, որ դուք թողել եկել եք, Նիկոլի ես պետական դավաճան, ես տականքի այսօր որ նստակ խնձորա կրծում կռիսի նման բանը գագաթնաժողովում այդ ընթացող միջոցառմանը Ֆրանսիայում խնձորը դրած է լափում խոզի նման ասում տեսեք խնձորը առանց բանը կտրել են բերել ղռելի կատուն էլ ռեստորանում քիչ առաջ նյուսպրեսով արագ ուղարկել եմ լրագրողներից հրապարակելա ես էլ ասեմ խոսքից խոսք բացվում է նայ ժողովուրդ ջան այն ինձ խնձորա լափում կռիսի նման Անդիմադիրներ են դե ավտոբուսների վրա իրանց տերերին են ճպցրել անօրինական քարոզեն անում այս ղռելի կատուն է գիտեք չէ ղռելի կատունով է այդ անունը ես եմ Ես կանանց երեխաներին չեմ չէ սատանի չուտա դա բունկեր չգիտեք ինչա բունկերներում պատերազմի ժամանակ բարոյահոգեբանական աջակցություններ ցույց տալիս գիտալի միտալի բաբայա սամո բալման չգիտեք վա Այս ղռելի կատունը հենց հիմա ռեստորանում քեֆի մեջ է խփում ասում են բաժանվել են օգնականներով են նայրան տղեն նախքին դատավորվում տղեն որ 44 օրյայի ժամանակ մահացավ բոլոր են իրանց երեխեն կորցրած Նայրը այո նայրա բադալյա ոնց որ դատավոր հիմա բդխայում է Աննայիս ընկերուհին է կայֆովատ է լինում զոհված Զինվորի մայրը, ով Աննան վերցրել է իրեն օգնական։ Հենց որ մտեք նյուսպրես ժողովուրդ ջան ու կտեսնեք։ Այդ բաժանվել է ու սա օգնականներով տժում է։ Ինչևէ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Փրկեք։ Ես մեղք եմ, անկեղծ եմ ասում։ Իմ հոգեկան աշխարհը ասենք բոլորը տակնու վրա է եղել, որովհետև 8 տարի պարոն Սարգսյան Ես ինքս մենակին լինելով, ես ամեն ինչը զգուշացրել եմ, ինձ վտանգելով, մահը փորձեր ամեն ինչի միջով անցել եմ, հանուն իմ հայրենիքի փրկության համար։ Դուք պարտավոր եք և պիտի փրկեք մեր հայրենիքը։ Ամեն։ Եթե չարեցի, իմ ձեռքից, իմ հետևորդները, ձեզ հաստատ չեմ փրկի։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, այսքանը։